Բարև ձեզ, եթերում Fake Check-ն է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Հայաստանի հանրային ռադիոն Եվրոպական հեռարձակողների միության հետ մեկնարկել է մի հաղորդում, որի նպատակն է գիտելիք փոխանցել հայաստանցիներին, որպեսզի նրանք քննադատաբար մոտենան հատկապես ընտրություններից առաջ, հատկապես սոցիալական մեդիայում առկա տեղեկատվությանը։ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ հայաստանցիները աստիճանաբար ավելի շատ են, այսպես ասենք, բախվելու կեղծ տեղեկատվությանը, որի նպատակը մեկն է՝ մոլորեցնել մարդկանց եւ ազդել նրանց ընտրությունների կայացման որոշման վրա։ Յուրաքանչյուր շաբաթ մենք հյուրընկալելու ենք փաստերի ստուգմամբ զբաղվող հայաստանյան հարթակներից մեկի ներկայացուցիչին, մեզ հետ է լինելու նաեւ տեղեկատվական անվտանգության գծով մասնագետ եւ մեր հյուրերի օգնությամբ կփորձենք հասկանալ ինչ է կատարվում Հայաստանի տեղեկատվական դաշտում։ Հյուրընկալել ենք փաստերի ստուգման հարթակի FIPM-ի լրագրող Նանե Մանասյանին եւ տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանին։ Շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Նանե, եթե փորձենք իմի բերել, հատկապես ընտրություններից առաջ, դուք նկատել եք, որ հայաստանյան տեղեկատվական դաշտում կեղծիքները, ապա տեղեկատվական նարատիվները, նրանց ինտենսիվությունը, քանակը, կարճ ասած, աստիճանաբար այսպես շատանում է։ Միանշանակ այո, բայց դրանք ընտրություններից 6 ամիս առաջ չէ որ շատացել են, մենք այդ բազմապատկումը կեղծ ինֆորմացիայի եւ կեղծ ինֆորմացիայի աղբյուրների նկատել ենք դեռևս 1 տարի առաջ, այսինքն նախապատրաստական աշխատանքները կեղծ նարատիվների տարածման, այդ ամբողջ կեղծիքի անատոմիայի սկսվել են շատ ավելի վաղուց, 1 տարի առաջ եւ այդ անցումը դուք նկատեցիք, որ կեղծիք ապա տեղեկատվական նարատիվների քանակը պարզապես սկսեց շատանալ։ Այո, ոչ միայն քանակը, այլ նաև գործիքները, մեթոդները, որոնք հայաստանյան տեղեկատվական դաշտի համար նորություն էին, այսինքն այդ գործիքները նախկինում կիրառվել են տարբեր երկրներում, հենց նախընտրական շրջաններում կամ քաղաքական։ Օրինակ, որը կարող եք նշել գործիքներից։ Ամենատարածված գործիքներից մեկը դոպելգենգերն է, կեղծ նմանակ կայքեր պատրաստելը, երբ նմանակում են կայքի ինտերֆեյսը, լոգոն, ընտրում են շատ նման դոմեին, ընդամենը հնարավոր է 1 տարի տարբերությամբ եւ այդ միջոցով մոլորեցնում են նույնիսկ ամենամեդիա գրագետ ընթերցողին մենք մարդկանց այո գցեն թյուրիմացության մեջ եւ մարդիկ հավատան թե աղբյուրը լուրջ վստահելի աղբյուր է այնինչ գործ ունենք կեղծ տեղեկատվության հետ։ Սամվել, եթե մենք այսպես փորձենք կարճ ներկայացնել, ապա տեղեկատվական նարատիվների, արշավների, կեղծ լուրերի հիմնական նպատակը Հայաստանում հատկապես ընտրություններից առաջ ո՞րն է, ինչ կարող եք ասել։ Դե իրականում սա նենց չի որ նոր բան է, վերջիվերջո կամայական ընտրություն դեռ հին Աթենքից, հին Հռոմից, երբ որ արդեն սկսեցին ընտրությունները տեղի ունենալ տարբեր տիպի, հայտնի է, որ քարոզչությունը ամենակարևոր բաներից մեկն էր։ Ուղղակի հիմա մենք գտնում ենք մի դարաշրջանում, որ մենակ դեմոսֆերները չեն, որ կանգնում են հրապարակում եւ բարձրակոչ ինչ-որ մարդկանց հուշում են թե ով է լավը, ով է վատը, այլ օգտագործվում են շատ բազմաթիվ գործիքներ, պլյուս մարդիկ են պատրաստ այդ ընկալումներին, հա, որտեղ սոցիալական ցանցերում ամբողջ օր նստած ինչ-որ բաներ են նայում, բնականաբար ողջ իմաստը ուղղորդել հասարակությանը ելնելով կոնկրետ տվյալ արշավի հետևում կանգնած մարդկանց խմբի շահերից։ Ուրիշ հարց, որ այդ շահերը բխում են մի ինչ-որ դեպքերում ներքաղաքական խմբերից, ինչ-որ դեպքերում մենք Հայաստանի դեպքում ունենք նաև արտաքին գործոններ։ Այո, շատ լավ։ Այժմ դիտենք նախորդ օրերին հայաստանյան տեղեկատվական դաշտում այսպես տարածում գտած ապատեղեկատվության վերաբերյալ մի ռեպորտաժ, որից հետո կվերադառնանք տաղավար։ Այս շաբաթ Հայաստանում էր Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի գլխավորած պատվիրակությունը ու հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի կարևոր կետերից է Թրամփի ուղին եւ նախագիծն էլ նախորդ շրջանում հայտնվել է հայաստանյան տեղեկատվական դաշտում շրջանառվող կամ Հայաստանին ուղղված ապատեղեկատվական նարատիվների կենտրոնում։ Այս թեմայով ապատեղեկատվություն տարածող աղբյուրների շարքում առանձնանում են ռուսաստանյան լրատվամիջոցները։ Փաստերի ստուգմամբ զբաղվող հայաստանյան հարթակներից Civilnet Check-ը առանձնացրել է նման մի քանի հրապարակումներ։ Օրինակ 2026-ի հունվարին ռուսական EA Daily կայքը հրապարակել էր նյութ, որտեղ թրիփը որակվել է որպես
թշնամական ուժերի ակտիվության կենտրոնը, ում անելով Հայաստանում Իրանի դեսպանի վերջերս արված հայտարարություններին։ Իրականում Իրանի դեսպանը հունվարի 14-ին Երևանում ասուլիսի ժամանակ խոսել էր թրիփի մասին, նշելով Թեհրանի մտահոգությունների մասին, սակայն նրա թշնամական ուժերի ակտիվության կենտրոն ձևակերպումը վերաբերում էր Երևանում այդ օրերին Իրանի դեսպանատան մոտ ընթացող ցույցերին, ոչ թե թրիփ նախագծին։ EA Daily-ի հրապարակման նույն օրը հունվարի 15-ին ռուսական պետական Sputnik Armenia լրատվամիջոցը տարածել էր քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանի մեկնաբանությունը, թե թրիփի շուրջ Երևանի հետ պայմանավորվածությամբ Վաշինգտոնը ազդանշան է ուղարկում Թեհրանին, որ հայ-իրանական սահմանը նույնպես կլինի ամերիկյան վերահսկողության ներքո։ Այս հունվարին Թրամփի ուղու վերաբերյալ Վաշինգտոնում հրապարակված համատեղ հայ-ամերիկյան հայտարարության մեջ սակայն հստակ նշված է, որ Հայաստանը պահպանում է բացառիկ վերահսկողություն ազգային անվտանգության, իրավապահ գործունեության, սահմանների և մաքսատների նկատմամբ։ Սամվել, Հայաստանի պարագայում ապատեղեկատվական արշավները ինչ կառուցվածք ունեն, ինչպես են կառուցվում, ովքեր են հիմնական դերակատարները, ինչ գործիքակազմ է օգտագործվում։ Իրականում այստեղ շատ տարբեր են, որովհետև օրինակ կա ներքաղաքական գզվրտոց, այսինքն դա չէ անվանի այդպես պատերազմ պայքար, որտեղ ուղղակի շատ պրիմիտիվ մի բան գցում են, այդ նույն բանը ֆռում պատտվում է, ոնց որ տնեցիկով, ամենասմատ տնեցիկով ենք տնավարի աշխատում, այսինքն քաղաքական ուժը ունի իր մի քանի լրատվամիջոց, որից ինքը օգտվում է, կամ լրատվամիջոցն է օգտվում այդ քաղաքական ուժից, կա իրան համակիրները, ամեն մեկը մի երկու ֆեյքով, ինչ որ մի նորություն գցում են, սոցցանցերով պատտում են, հիմա ստացվեց։ Կան ավելի մտածված արշավներ, երբ որ ինչ որ իման նետվում է սոցիալական ցանցեր կամ օրինակ այդ doppelganger կայքերի միջոցով, Կեղծ կայքերի։ Այսինքն կեղծ կայքեր, ընդ որում այդտեղ կարող է նույնիսկ տենց նմանակողել չլինի, ուղղակի ինչ որ մի իբր լրատվամիջոց, որ մարդիկ չեն խորանում այդ ինչը, դրանով նետվի ցանց կամ ինչ որ մի Telegram ալիքով, հետո տարվում է մի լրատվամիջոց, այդտեղ լեգիտիմացվում է, հետո արդեն վերցնում են ֆեյքերով կամ իրական յուզերներով դապտում են, երկրորդ շրջանում, հետո էլի մտնում է էլի լրատվամիջոցներ, կան նայած օրինակ եթե աշխատում է ռուսական ցանցը, այնտեղ կան օրինակ միջնորդ Ռուսաստանի հայեր, որոնք նույնպես այսպես շերտավոր բան մի ձև են, այսինքն իրանց միջոցով է նետվում, իրանք հայկական անազգանուն ունեն, հետո հարակից լրատվամիջոցները, որտեղ կան լրատվամիջոցներ, որոնք ելներով իրանց քաղաքական սպոնսորների շահերից նույն շահերը ունեն, ինչ որ օրինակ այդ շրջանակները Կրեմլի հետ աշխատող, այդտեղ էլի մտնում պատտվում է, այսինքն տարբեր սցենարներ են աշխատում, նաև օրինակ ռուսական քարոզչությունը լավն է այն առումով, որ իրանք օրինակ օգտագործում են արևմտյան կամ թուրքական ճակերտներով կամ ճակերտ փորձագետներ, ինչ որ իռլանդացի լրագրողը եւ ներկայացնում որպես անկախ փորձագետ եւ անկախ փորձագետին այսպես ասած օգտագործում են։ Հիմա մենք կանդրադառնանք այդպիսի մի օրինակի Օքայ Դեպրեմ անունով թուրք լրագրող, որը ավելի շատ հայտնի է իր պրոկրեմլյան այսպես գործունեությամբ, վերջերս տեղեկություններ տարածել եւ ինչն է հետաքրքիր, այդ իր ստեղծած տեղեկությունը փաստորեն արտատպել էր Չինաստանի պետական հեռարձակողի թուրքական ծառայությունը եւ տեղեկությունն այն մասին էր, որ Հայաստանի իշխանությունները իբր թույլատրել են ապրիլի 7-ին Երևանում գեյ պարադ այսպես անցկացնել, FIPM-ներ զբաղվել այս թեմայով, խնդրեմ Նանե, կարող եք մանրամասներ ներկայացնել։ Այո, Օքայ Դեպրեմը մեր ուշադրության կենտրոնում արդեն գրեթե 1 տարի է ինչ հայտնվել է, բայց այս պարագայում նորությունը այն էր, որ ոչ թե Չինաստանի հեռուստատեսության Global Ցանցի թուրքական ծառայությունը արտատպել
չկապել էր, այլ հենց այս թուրքական ծառայության համար հոդվածը գրվել էր Okay Deprem-ի կողմից, այսինքն մենք գործ ունեինք արժանահավատ աղբյուրի հետ, որը հրապարակել է պրոկրեմլյան քարոզչի հերթական կեղծ պատումը։ Այս անգամ այս կեղծ նորությունը վերաբերում էր նրան, որ Հայաստանի Հանրապետության վարչապետը որոշում է հաստատել, համաձայն որի ապրիլին Հայաստանում պետք է լինի միասեռականների շքերթ, եւ կառավարությունից անմիջապես հերքել էին այս տեղեկությունը, բայց մեր ուսումնասիրության առանձնահատկությունը, այսպես ասած, նորությունը այն էր, որ այն ըստ էության Չինաստանի պետական լրատվամիջոցի կողմից պետական գումարներից սնվող լրատվամիջոցում է հրապարակվել։ Պետական լրատվամիջոցը այնուհետև հերքեց այդ տեղեկությունը։ Հեռացրեց կառավարության Հայաստանի Հանրապետության կառավարության խնդրանքով մենք ունենք տեղեկություն, որ լրատվամիջոցը հեռացրել է այդ հրապարակումը, բայց անակնկալն այն էր, որ Okay Deprem-ը, որը նախկինում դեղին մամուլում էր հիմնականում, թուրքական դեղին մամուլում էր հրապարակում իր հոդվածները, օրինակ Oda TV կայքը եւ այնտեղ կան տարբեր ծայրահեղական խմբեր, ազգայնական խմբեր, որոնք կողմ են Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններին, որպես արտաքին քաղաքական ուղղություն, այդ խմբերին հարող լրատվամիջոցներ մեր հիմնականում հրապարակում, որոնցից ամենամեծ լսարանը ըստ էության այդ Oda TV-ն ուներ, որպես դեղին մամուլ, մյուսները ավելի շատ տեղական լրատվամիջոցներ էին քիչ հայտնի, իսկ այս անգամ արդեն գործ ունենք ըստ էության Պեկինի կողմից ֆինանսավորվող լրատվամիջոցի հետ, բայց այնուամենայնիվ պետք է նշենք, որ այն հեռացրել է հրապարակումը, չնայած դա ապատեղեկատվության տարածումը չի կանգնել, շատ արագ վերցրել են վրացական լրատվամիջոցները եւ մեր մոնիտորինգը ցույց տվեց, որ շատ քիչ վրացական աղբյուրներ հետո տեղադրեցին Նազելի Բաղդասարյանի հերքումը, այո, մյուսները շարունակեցին շրջանառել տեղեկությունը, այսինքն այն դեռ տարածվում է։ Նանե, ինչպես է ստացվում, որ պետական հեռուստաընկերությունը Չինաստանում հնարավոր է դառնում, որպեսզի այդ նման կարգի լրատվամիջոցում նման կարգի տեղեկատվություն հրապարակվի, ես հասկանում եմ, որ դուք չեք ներկայացնում Չինաստանի պետական հեռուստաընկերությունը, բայց ամեն դեպքում հարցեր են առաջանում, որ նման այսպես էժանագին կեղծ տեղեկատվություն ինչպես կարող է սողոսկել նման կարելի ասել լուրջ լրատվամիջոց, ինչ կարող եք ասել։ Հնարավոր է չկա շարժառիթ, արդեն ինչպես դուք նշեցիք, Պեկինը ինքը հավանաբար որոշակի բացատրություններ կտա շահագրգիռ կողմերին, բայց ես կարող եմ խոսել նարատիվների մասին, ինչու հանկարծ դաշնեցվեցին այսպիսի նարատիվներ, երկար ժամանակ ընտանեկան արժեքներին, ավանդական արժեքներին վերաբերող կեղծ նարատիվները չէին շրջանառվում ու ասում դրանք այնքան շատ պահանջարկել չունեին հայ հանրության շրջանում, հատկապես 20 թվականի պատերազմից հետո առաջ են եկել անվտանգության հարցեր, արտաքին քաղաքականություն եւ Okay Deprem-ը կենտրոնացել էր անվտանգային հարցերի վրա, մասնավորապես նա թուրքական տարբեր ԶԼՄ-ներում պնդում էր, որ Հայաստանը պատրաստվում է տարածքային զիջումների, անգամ Թուրքիային է պատրաստվում Արմավիրի մարզից որոշակի տարածքներ զիջել եւ այլն, այսպիսի թեմաների վրա էր նա կենտրոնանում։ Այդ լրագրողը հայտնի է իր այսպես կեղծ տեղեկություններով, գլխավորապես Հայաստանի վերաբերյալ տարբեր աղբյուրներում, ռուսալեզու աղբյուրներում, թուրքալեզու աղբյուրներում եւ հիմա մենք տեսնում ենք նաեւ Չինաստանի պետական հեռուստաընկերությունում ծանոթանում ենք նրա գործունեությանը։ Եթե դուք ունեք հարցեր կապված մեր թողարկման թեմաների հետ կամ նկատել եք կեղծ տեղեկատվություն կամ տեղեկատվություն, որը ձեր կարծիքով կեղծ է, խնդրում եմ գրեք մեզ մեր էլեկտրոնային հասցեին, կարող եք գրել նաև մեզ մեր Facebook-յան էջին, թողնել ձեր մեկնաբանությունը այս թողարկման ներքո։ Սամվել, ինչ խորհուրդ դուք կտաք այն մարդկանց, ովքեր օգտվում են բնականաբար սոցիալական մեդիայից, ռիսկը մեծ է, որ կբախվեն ապատեղեկատվությանը, կեղծ տեղեկությանը, 1-2 հիմնական խորհուրդներ, որոնք կօգնեն հայաստանցիներին, հատկապես ընտրություններից առաջ, կողմնորոշվել այս բարդ տեղեկատվական դաշտում։ Դե այսպես ասեմ, հիմա խորհուրդ չեմ տա ինքնուրույն նստել ստուգել, շատ բարձ պատճառով, որտեղ չեն անելու մարդիկ։ Այն մարդը, որ ինքնուրույն նստում ստուգում է, առանց խորհրդի էլ դա կանի, որտեղ հիմա դա բավականին բարդ գործընթաց է, նես չի որ sense 1-2 ու դու կարողացար ստուգել։ Դրա համար իրական խորհուրդս այն է, որ ընտրել մի քանի վստահելի լրատվամիջոց,
գերադասելի է, որ դա լինեն լրատվամիջոցներ, որոնք ունեն իրենց մոտ փաստերը ստուգող թիմեր, որովհետև այսօր նույնիսկ ամենաանկաշար, այսպես բոցավառ սրտով լրագրողը հեշտ կարող է խառնվի շփոթի տեմպի տակ, եթե ինքը հատուկ վարժված չի փաստերի ստուգումով զբաղվել։ Այնպես որ խորհուրդս ընտրել տենց մի քանի լրատվամիջոց եւ իրենցից միայն տեղեկություն, այո, ու անցնել դետոքսիկացիայի շրջան, այս տարին ավելի լավ է քիչ նորություն կարդակ, որ չկործանվի ձեր ընտանիքը, ընկերներին չկործնեք, հիշում եք, չէ՞, ամեն նախընտրական փուլում քանի ընտանիք է կործանվում, որովհետև մարդիկ ընկնում են, սկսում են ներսում այդ ապատեգատությունը կարդում են, հետո սկսում են իրար տնեցիկով իրար աթոռներով ծեծել։ Լավ, այս բարեմաղթանքի ֆոնին էլ ձեր թույլտվությամբ մենք այսօր ավարտենք մեր հաղորդումը։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք փաստերի ստուգման հարթակի լրագրող Նանե Մանասյանին եւ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանին։ Կհանդիպենք։